Հայր Կորյուն, կարելի է ասել դուք կանգնած եք ակունքներում, որ եկեղեցու բարենորոգումը տեղի ունենա 2018-ին մասնակցում էիք Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժմանը եւ ձախողվեց կարելի է ասել, հիմա այսօր նոր ընթացք է ստանում, կխնդրեմ այս ամբողջ ընթացքի մասին ձեր տպավորությունները։ Եթե կարելի ասեմ, չձախողվեց, վստահաբար Աստծո տնօրինությամբ այն ինչ որ սկիզբ առավ, 7 տարիներ հետո ավելի մեծ թափ հավաքեց վստահաբար։ Կարելի ասել, որ 18 թվականին ձեր ասած այդ ճակերտավոր ձախողումը կայանում էր միայն նրանով, որ ժողովուրդը անտեղյակ էր, ժողովուրդը պատրաստ չէր, մեր իշխանությունները նոր էին ամեն բան կարողանում կարգի բերել եւ երևի այդ պահին վստահաբար իշխանությունը չէր կարող մեզ սատար կանգնել, որտեղ առանց այդ էլ իրենք մեծ աղմուկ էին բարձրացրել իբրև թե վարչապետի կազմակերպած ինչ որ մի շարժում է, որը իհարկե սուտ է, կեղծիկ է, հերորանք է։ Մենք դուրս էինք եկել մեր ազատ կամքով, մեր խղճի մտոք եւ բուն նպատակը այն էր, որ այդ օրերի հեղաշրջման այդ մեծ ոգևորությունը, որ ունեինք, նաեւ այդ ոգևորությունը, այդ նորությունը, փոփոխությունը մտներ եկեղեցուց ներս։ Այնինչ որ 7 տարի հետո տեսանք, որ նույն պահանջը կա, այնինչ որ ասել ենք բնականաբար տեղին էր, չի փոխվել եւ առավել հրատապ դարձավ եկեղեցում բարենորչական ծրագիրը կա իրագործել, կատարել, որովհետեւ մեր օրվա կաթողիկոս կոչվածը Գարեգին II վստահաբար 26 տարիներ բռնությամբ տիրել է հայրապետական գահ մեր մեծ լուսավորիչ հայրապետի աթոռին նստել եւ այդ աթոռն էլ արդեն աղաղակում էր, որ այս անօրենը չի կարող եկեղեցին ղեկավարել, կառավարել եւ օր առաջ ազատվել էր պետք։ Ճշմարտությունը, արդարությունը պիտի հաղթանակեր եւ հասավ պահը։ Եվ փառք Աստծուն, շնորհակալ եմ մեր Տիրոջը, որ իմաստություն տվեց մեր վարչապետին, որ ինքը ճիշտ ժամանակին կարողացավ արդեն բարձրաձայնել, պահանջել եւ վստահ եմ առանց վարչապետի այս մեծ աջակցության վստահաբար այդ կլանից երբևէ որևէ մեկը չէր կարող ազատվել եւ վստահ եմ այսօր, որ ժամանակը հասել է եւ քիչ ժամանակ, քիչ օրեր են մնացել, հաշված օրեր են մնացել իրեն եւ մենք շուտով կուրախանանք, կցնցանք ազգովի մեր նոր ընտրյալ տեղապահով գնալով մի փուլ մեր շրջան, որ հասցնենք արդեն ընտրյալ նոր արժանի հայրապետ ունենալուն։ Հայր Սուրբ, վերջին շրջանում բարենորոգման խորհրդին միացան 2 տասնյակից ավելի քահանաներ, դրանից անմիջապես հետո Կտրիշ Ներսիսյանը պաշտոնից ազատեց Գևորգ Սրբազանին։ Սա մարտահրավեր էր ձեզ։ Միանշանակ իր վերջին այն փրփուրներից կախվելու պահերն են։ Վստահաբար ինքը հասկանում է, որ մենակ է մնալու, օր-օրի իրեն լքելու են։ Ես մեր շարժման երկրորդ օրը վեհարանից մեզ կանչեցին եւ հանդիպում ունեցանք։ Համացանցում դա շրջանառվում էր արդեն 7 տարիներ առաջվա ինչ-որ մի տեսագրություն, իրապես երբ որ մտել էինք եւ մենք խոսակցության բռնկվեցինք, փաստեր դրեցինք եւ իրեն պահանջեցինք, որ վեհապար հանգիստ խղճով թողեք, հեռացեք, մաքուր ազնիվ գոնե մի նորմալ քայլ, մի բարի քայլ կատարեք եւ թողեք, որ եկեղեցին իրապես բարգավաճի, ծաղկի։ Ինքը կարճեց աթոռից եւ ուղղակի սարսափով նաեւ հիշում եմ, որ դողալով կպել էր, բռնել էր գահը եւ ասում էր ես իմ գահից չեմ կարող կտրվել, ես չեմ կարող ելնել, չեմ կարող թողնել։ Եվ իմ վերջի խոսքը այդ է եղել, ասել եւ դուրս եմ եկել։ Ասի ուրեմն ցավում եմ, մենակ եք մնալու եւ կպեք, մնացեք այդ գահին կարճած։ Տեսնեմ ինչեւ երբ։ Եվ այսօր փառք Աստծո հասել է ժամանակը, իսկ այդ քայլերը ընդամենը այն փոքր ցնցումներ են, ինչպես ասացի, արդեն փրփուրից կախվելու պահերն են, որ դրանով փորձում է վախեցնել, հետ կանգնեցնել, բայց հետ ընթաց չունի այս շարժումը։ Խոսենք նաև Արագածոտնի թեմի հայտարարության մասին, նրանք հայտարարել էին, որ գալու են այստեղ պատարակ հանեն Ուխտերթով Կարբիից, սակայն հետո հայտարարեցին, որ ըստ իրենց էլի հայտարարության, որ այստեղ ինչ-որ սադրիչ գործողություններ են լինելու, որպեսզի բախումներ չլինեն, իրենք հետ քայլ են կատարել եւ Կարբիում են անելու։ Ձեր մեկնաբանությունը։ Փառք Աստծո, բոլորը տեսակ, այստեղ որևէ սադրիչ խումբ չկա, բոլորը հավատավոր, նվիրված հայրենիներն էին, առավոտ ժամը 8-ից հավաքված, որպեսզի ժամերգություններով, աղոթքով փառաբանենք Տիրոջը, բարեխոսությամբ մեր Սուրբ Հովանու Կարապետի, իր տոնը, իր ծննդյան
հիշատակումներով, մի խոսքով որևէ խնդիր չի եղել եւ վստահ եմ իրենք պարզապես երևի նպատակ ունեին գալու, գրոհելու, գուցե գրավելու բարբաջով, չգիտեմ, մտադրությամբ, բայց իրենց դա չի հաջողվի վստահաբար։ Իրենք պիտի տեսնեն եւ եւս մեկ անգամ համոզվեցին, հասկացան, որ ժողովուրդը երբեք թույլ չի տա, որ նախկիները վերադառնան։ Եվ որպես հոգևորական որն է ձեր կոչը այն հոգևորականներին, որոնք դեռ երկմտում են միանալ ձեզ, թե ոչ։ Կներեք, երևի անկեղծանամ, ես 18 թվականին ունեի շատ ու շատ հոգևոր հայրեր, եղբայրներ, կուրսեցիներ, վարդապետ կամ քահանա ընկերներ, որոնք երբ որ նման հարցերի շուրջ խոսում ենք, միշտ ասում են որևէ մեկից մեկ հարց լինի, կամ հայ սուրբ, եթե քեզ փորձենք ու կարգին կպնել, ամեն բան կթողնենք, մեր կարգը կդնենք քո կողքին կանգնելով։ Ցավոք սրտի այդ օրերին հասկացա մեկ բան, որ մեր քահանայից դասը եւ ինչու՞ չէ նաեւ վարդապետներ, եպիսկոպոսներ այդ թվում, պարզապես մարդիկ չափից առավել վախեցած էին։ Այդ անօրեն կլանը, բռնապետը ուղղակի չեք պատկերացնի երևի մարդկանց համար ինչքան դժվար է։ Մի ամբողջ կյանք, ուսանողական կյանք 6 տարիներ, քահանայության հասնել, կարգ աստիճան ստանալ եւ այդ ամենը հանկարծակի մեկ ակնթարթում, մեկ վայրկյանում գրչի հարվածով այդ անօրենի կարող էին թողնել, մոռանալ, կորցնել։ Եվ դա է խնդիրը, որ մարդիկ պարզապես պիտի հայտնվեն փողոցում, կյանքից աշխարհիկ հետ են ընկել, ինչ որ բիզնեսներ ոչինչ չունեն, բնականաբար տրվել են հոգևոր կյանքի եւ այդ ամենը կորցնել մեկ վայրկյանում իրենց համար դժվար էր, ծանր էր։ Եվ այդ օրերին ես հասկացա, որ ու չէ էլ մեղադրում իմ շատ ու շատ ընկերների, եղբայրների, նույնիսկ երբեմն իրենք մեղադրում էին, որ չես զանգում, ասում եթե զանգեմ եւ ձեր կողքին մեկը լինի, որ տեսնի այդ պահին եւ այլն եւ լուր տա այդ անօրենին, բնականաբար ձեզ վտանգի տակ կդնեմ։ Եվ 7 տարի փառք Աստծո ողորմությամբ, աղոթքով, մեր միաբանությամբ կարողացանք ապրել եւ հասնել այս բաղձալի, կարելի ասել, օրերին, որ իրապես արդարությունը պիտի հաղթանակի։ Եվ նաև կոչը ինչի համար է ասում, որ ձեր փորձով իրենց խրախուսեք, որ համենայն դեպս վախենալու բան էլ չկա։ Երևի կարելի ասել լավագույն օրինակը, որ պիտի բերեմ Տեր Արամի եւ Տեր Տարոնի, Տեր Թադեի օրինակն է, լինելով ինչ որտեղ կարծեմ երկուսով կուրսեցիներ, Տեր Արամը մի քիչ իրենցից ավելի ավակ է եղել, բայց մեկ-մեկու թասիվի կանգնելով, միմյանց սատար կանգնելով իրենք լավագույն օրինակը դարձան, որպեսզի մեր մնացյալ հոգևորականները, հայ սուրբեր, քահանաներ, այսօր ովքեր դեռ չեն միացել այն 28-ից 29-ից զատ, գիտակցեն, որ ժամանակը մոտեցել է եւ այդ վախերը պետք է մի կողմ դնեն։ Վաղ թե ուշ գարիգինը գնալու է։ Եվ օր առաջ ավելի լավ բաց ճակատով կանգնել հանրության առաջ, իրենց մյուս եղբայրների առաջ, մեր 10 եպիսկոպոսներին մեր թիկունքում ունենք։ Դա մեզ համար 18 թվին երազանք էր, որ մի եպիսկոպոս մեզ սատար կանգնի, մեր կողքին լինի։ Այնպես որ մտածելու կարիք չունեն, միայն քայլ պիտի անեն եւ կարողանանք առաջ անցնել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։